Կարող ենք նստել եւ մեր նստած տեղում նաեւ մեր կենտրոնացումը պահել Աստծո խոսքի վրա, որ հիմա պիտի լսենք Փիլիպպեցիներին ուղված նամակ 4-րդ գլուխ 6-ից 9 համարները պիտի կարդանք։ Սա շարունակական քարոզաշարք է, որ Փիլիպպեցիների նամակի վրա շարունակում ենք մեր ընթացքը եւ այսօրվա հատվածը, որ ուզում եմ ձեզ հետ բաժնեկցել, խիստ կապ ունի մեր ներքին կյանքի, ներքին մարդու, հոգևոր ներքին մարդ արարածի խառնվածքի հետ եւ վերնագրել ենք այսպես հոգևոր ներդաշնակություն։ Լսեցեք Աստծո խոսքը։ Ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Այսուհետև, եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի եւ գովելի, այն մտածեք։ Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք եւ խաղաղության Աստված ձեզ հետ կլինի։ Ամեն։ Մեր հոգևոր հավատքի կյանքում մտահոգությունը երբեք տեղ չպիտի ունենա։ Մտահոգությունները այս կյանքի բերումով շարունակ բախելու են մեր դուռը, անհյուր, չհրավիրված, չսպասված ձևով գալու են եւ մտնելու եւ խառնելու մեր ներաշխարը։ Կյանքը լի է ապտակներով ու հարվածներով։ Եվ սա մենք տեսել ենք, եւ սա մենք զգացել ենք, դրա համար երբ որ Աստծո ավետարանը Քրիստոսի բարի լուրը լսեցինք, մեր կյանքն ու ընթացքը, մեր հայացքը, մեր մտածելակերպն ու աշխարհայացքը փոխվեց։ Եկանք ավետարանին, եկանք Քրիստոսին, որբեսի այս կյանքի մեջ մեր ապրածը իմաստ ու նշանակություն ունենա։ Բայց շատ անգամ գալիս ենք եկեղեցի եւ աշխարհի ապտակները դարձյալ տեսնում ենք եկեղեցուց ներս։ Այս հատվածը իր համատեքստի մեջ, կոնտեքստի մեջ ցույց է տալիս, որ այս մտահոգությունները, որոնց համար առաքյալն ասում է մի մտահոգվեք, եկեղեցուց ներս է։ Մարդիկ, ովքեր Քրիստոսին ճանաչելով, Քրիստոսին հավատալով, Քրիստոսին ծառայելով գալիս են եւ սկսում իրար հետ չհամաձայնել, իրար չհանդուրժել, իրար հետ չեն պատկերացնում ընթացքն ու կյանքը։ Հիշում եք այդ երկու կանանց։ Եվ առաքյալը այդ համատեքստի մեջ է ասում. շուտով միաբանվեք, միախորհուրդ եղեք, հաշտվեցեք, կողքի եկեք։ Գիտեք ինչու՞։ Որովհետև եթե եկեղեցում մեկ կամ երկու հոգիներ իրար հետ անհամաձայնության մեջ են շարունակում ապրել, վարվել ու վերաբերվել, դա ազդում է ամբողջ եկեղեցու վրա։ Եկեղեցին տակնու վրա է լինում։ Եկեղեցին իր վկայությունը, ապրած կյանքը, ծառայությունը դնում է սեղանին ու ասում. եթե մենք մեր մեջ չենք կարողանում, ինչպես պիտի ուրիշներին հրավիրենք, համոզենք, ցույց տանք, ինչպես պիտի 5-րդ ավետարանը կյանքի գոչենք։ Փիլիպպեի պարագայում եկեղեցին մտահոգ էր ներկա կացության համար։ Եկեղեցին չգիտեր ինչպես վարվել եւ ինչ անել։ Առաքյալը իր հորդորներն է տալիս եւ նայեցեք 6-րդ համարից ոչնչի համար մի մտահոգվեք։ Հոգևոր հավատքի կյանքում հոգևոր մարդը, Քրիստոսի հետ քայլող, ապրող մարդը ոչնչից չպետք է ազդվի։ Սա չի նշանակում սառնասրտություն, սա չի նշանակում անտարբերություն, սա չի նշանակում, որ մեր շուրջ ինչ որ կատարվում է, մենք մեջը չենք, ոչ։
Սա նշանակում է, որ իրերն ու իրավիճակները քննելով ամեն բան աղոթքով Աստծո առաջ տանենք։ Հոգևոր ներդաշնակությունը, որ կանչված ենք ամեն մեկս ունենալու, խիստ կարևոր է հոգևոր մարդու համար։ Հոգևոր ներդաշնակությունը պահում է, չեզոքացնում է, վանում ու հեռացնում է բոլոր այն բացասական ազդեցությունները, մտքերը, վարվելակերպն ու մտածողությունը, որ գալիս են աշխարհից, եւ ի պատասխան հոգևոր մարդը փորձում է իր հոգևոր ներդաշնակությունը, ներքին մարդը պահել Աստծո ներկայության մեջ։ Հետաքրքրական է, որ այսօրվա անգլերեն պատգամի հետ շատ զուգահեռներ կան, որովհետև հոգին նույնն է, հատվածը նույնն է, մտքերն ու գաղափարները զարգանում եւ հասցնում են լսողներին կարևորին։ Հոգևոր ներդաշնակությունը մեր ապրելակերպն է, եւ դրա համար երկու կարևոր բաներ կան, որ այս հատվածի մեջ առաքյալը շեշտում է։ Առաջին աղոթք, մեր աղոթքի կյանքը, մեր աղոթքը, որ բարձրացնում ենք առ Աստված, սա հոգևոր մեր ներդաշնակության կարևոր գործոնն է։ Մենք կանչված ենք շարունակական Աստծո հետ կապի մեջ լինելու, բայց նայեցեք առաքյալ այս հատվածի մեջ մտահոգության կոնտեքստի մեջ, մտահոգության պարագաների, խնդիրների առջև ինչպես է հորդորում աղոթելու։ Ոչնչի համար մի մտահոգվեք, փոխարենը ամեն բանում։ Եվ հետաքրքրական է, 3 բառեր է օգտագործում աղոթքը նկարագրելիս։ Ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Սա բանաձև է, բանալի, որբեսի հոգևոր ներդաշնակությունը կարողանանք պահպանել։ Սա բանաձև ու բանալի է, որբեսի մենք կարողանանք այս 3 բառերի միջոցով հասկանալ աղոթքը ինչպես գործի դնել, ինչպես աղոթքը գործածել այդ հոգևոր ներդաշնակությունը պահպանելու համար եւ այդ խաղաղությունը, որ խոստացվում է ունենալու համար։ Առաքյալն ասում է աղոթք in general, աղոթք ընդհանրապես, աղոթք, որը որ կապում է մեզ Աստծո հետ, աղոթք, որի միջոցով մենք մեր մտքերը, խորհուրդները, մեր ով լինելը բերում եւ բացում ենք Աստծո առաջ։ Լսել եք հավանաբար, աղոթքը երկխոսություն է, աղոթքը մենախոսություն չէ։ Եվ այդ երկխոսությունը տեղի է ունենում, երբ որ ես Աստծո խոսքը գարթալով, իմ կյանքս վերանայելով գալիս եմ Աստծո առաջ եւ իմ սիրտս եմ բացում։ Աստված խոսում է իր խոսքի միջոցով, այդ խոսքը ինձ մտածելու տեղ է տալիս եւ ես իմ մտքերն ու գաղափարները բերում եմ Աստծո առաջ։ Մանավանդ նման իրավիճակների մեջ։ Ինչ բան կա այսօր, որ քեզ մտահոգում է։ Ինչ բան կա այսօր, որ քեզ մտահոգում է, եւ դրա ամենատեսանելի փաստը, որ կարող ես ունենալ, եթե այդ մտահոգությունը խլում է քո ժամանակդ, զբաղեցնում է քո միտքդ, խլում է քո ուրախությունդ, տանում է քո խաղաղությունդ, նշանակում է դու ծնկի ես եկել այդ հարցի առջև այլևս։ Առաքյալը կոչ է անում, որ ամեն բան աղոթքով Աստծո առաջ տանելու։ Ես իմ ծառայության ընթացքում շատ այսպես քննադատական խոսքեր եմ լսել, բա ինչու Աստված չլսեց, չէ որ ես աղոթեցի, չէ որ ես խնդրեցի։ Եվ շատ անգամ այս մարդիկ եկեղեցուց դուրս մարդիկ են, երբ որ իրերն ու իրավիճակները իրենց կյանքում փոխվում են, նոր հիշում են աղոթքի մասին, Աստծո մասին։ Աղոթում է նա, ով գիտի ում է աղոթում, ով ճանաչում է եւ գիտի իր աղոթները ում են բարձրանում։ Աստված ճանաչողությունը մեր հոգևոր ներդաշնակության համար խիստ կարևոր է։ Եվ դրա մեջ ու դրա միջոցով մենք, երբ որ կանգնում ենք Աստծո առաջ,
մենք պիտի այս կատարյալ վստահություն ունենանք, ում առջև ենք կանգնել։ Ով է Աստված, որին աղոթում ենք։ Ով է Աստված, որին մեր ձայնն ենք բարձրացնում։ Աղոթքը միայն խնդրանքներ Աստծուն տանել չէ։ Աղոթքը Աստված պաշտության ձև է։ Աղոթքի մեջ ու աղոթքի միջոցով մենք կանգնում եւ գիտակցում ենք ով է նա, ով ենք մենք, ուր է նա, ուր ենք մենք, որքանով ենք կարճած, կախված իրենից եւ որքանով իր կարիքն ունենք մեր կյանքի բոլոր իրավիճակների մեջ։ Աղոթքը պաշտամունք է, Աստծուն տալ իր տեղը, իր անվան փառքը, գովաբանել, գովերքել, բարձրաձայնել, հիշել իր մեծությունը, սքանչելիքները եւ միևնույն ժամանակ նաեւ գիտակցել, որ առանց իրեն ես չեմ կարող կյանքս ու ընթացքս ապրել։ Դրանից հետո նոր աղաչանքն է գործածում առաքյալը։ Դրանից հետո, եթե գիտակցում ես ով է Աստված, կարող ես կանգնել եւ քո աղերսդ, եւ քո խնդրանքդ, եւ քո փափագդ, եւ քո կարիքդ հայտնել իրեն աղոթքի մեջ։ Միայն մեկ տարբերությամբ, համոզումով, միայն մեկ սկզբունքով, որ Աստված լսելու է եւ Աստված պատասխանելու է։ Բայց պատասխանելու է իր ուզածի պես, իր գամքի համաձայն, իր նպատակների համար։ Բայց քանի որ ես գիտեմ ով է նա, ես կատարյալ վստահություն ունեմ իր կամքին, իր ծրագրին եւ իր նպատակներին։ Եվ գիտեմ, որ ինչ որ խնդրեմ իր գամքի համաձայն եւ իր փառքի համար, Աստված պիտի լսի եւ պիտի պատասխանի։ Գոհությունը, գոհունակ սիրտ ունենալը ոչ միայն աղոթքի մեջ, այլ առհասարակ հոգևոր մարդու համար խիստ կենսական ու կարևոր է։ Գոհ սիրտ ունենալ Աստծո մեջ եւ Աստծո միջոցով բավարարված կյանք ունենալ։ Այս կյանքը վազք է եւ այս կյանքում շատերը մեզանից առաջ են, շատերը մեզանից ետև են, շատերը մեզ հետ հավասար են վազում եւ համեմատությունը երբեք այդ գոհունակ սիրտը չպիտի ձևավորի մեր մեջ։ Գոհունակ սիրտ ունենալ աջ եւ ձախ նայել չէ, գոհունակ սիրտ ունենալ նայել Աստծուն եւ իր տված օրհնությունները, որ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մեկ անգամ եւ ընդմիշտ բոլոր իրեն հուսացողների համար շնորհվեց, տրվեց առատապես, դրանց մեջ փնտրել գոհունակություն ու բավարարվածություն։ Իսկ Աստված խոստում ունի, որ իրեն հուսացողը ամոթով չի մնալու եւ անոթի չի մնալու։ Աստված խոստում ունի, որ իրեն հուսացողը պետք է Աստծո հետ ներդաշնակ, ուրախ ընթացք ապրի անկախ վարականերից։ Երբ որ մեր խնդրանքները Աստծո առաջ ենք տանում, Աստծո պատասխանը ինչ է, գիտեք։ Նայեցեք, առաքյալը չի ասում, որ ինչ որ խնդրեք, մի անգամից պատասխան եք ստանալու։ Բայց Աստծո պատասխանը ավելի վեր է, ավելի բարձր է, քան փնտրում ենք։ Նայեցեք ինչ ասում 7-րդ համարը. եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Հոգևոր ներդաշնակության համար կարևոր է աղոթքով Աստծո առաջ գալը, այս գիտակցումով, եւ որպես պատասխան Աստծո խաղաղությունը փնտրել, Աստծո խաղաղությունը փափագել, Աստծո խաղաղության մեջ Աստծո պաշտպանությունը խնդրել եւ ունենալ։ Առաքյալը այս հատվածում ասում է ձեր սրտերն ու մտքերը։ Առաքյալը չի փորձում առանձնացնել, կիսել մեզ ներսից, բայց ցույց է տալիս խոցելի, մեզ համար խոցելի եւ վտանգավոր այն փեղկերն ու պատուհանները, որտեղից կարող են մտնել զգացումներ ու գաղափարներ ու տակնու վրա անել մեր ներաշխարը, որտեղից կարող է սատանան իր որոմները ցանել եւ արմատախիլ անել մեր խաղաղությունը։
խոստումը չպիտի ուշանա։ Աստված իր խաղաղությամբ, որ Տեր Հիսուս Քրիստոսով խոստացել է, պիտի պահպանի մեր սրտերն ու մտքերը։ Հոգևոր ներդաշնակության համար կարևոր է, որ մենք աղոթքի շարունակական այս ընթացքի մեջ լինենք։ Աղոթքի ժամեր ունենալը լավ է, աղոթքի պահեր ունենալը լավ է, աղոթքի ծառայություններին մասնակցելը լավ է, բայց աղոթքը շարունակական կապ է Աստծո հետ։ Առաքյալը իր մեկ այլ նամակում ասում է անդադար աղոթեցեք, առանց դադարի, այդ կապը մի կտրեք, այդ կապը կտրելով մեր շնչառությունն է կանգնելու, մեր շնչառությունը կանգնեց մեր հոգևոր ընթացքն է կաղալու և որպես հոգևոր էակներ չպիտի կարողանանք ամուր լինել։ Հետաքրքրական է տեսնել երկրորդ պայմանը հոգևոր ներդաշնակության, որ առաքյալը բերում է, Աստծո խոսքն է, պիտի ասեք ուր է գրված, ինչպես, 8-րդ համարը նայեցեք, այսուհետև եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է։ Առաքյալը այստեղ հետաքրքրական բառեր է օգտագործում, որոնք ներկայացնում են առաքինություններ, որոնց մեջ կանչված ենք ապրելու, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, արդար, անարատ, սիրելի, բարեհամբավ, առաքինի և գովելի այն մտածեք։ Աստծո խոսքը ճշմարտությունը միմիայն Աստծո խոսքի մեջ է ցույց տալիս։ Աստծո խոսքը ինքը վկայում է, որ Աստծո խոսքն է բացարձակ ճշմարտություն և հեղինակություն հոգևոր հավատքի կյանքը ապրելու համար։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ ճշմարտությունը իր խոսքի մեջ և իր խոսքի միջոցով է։ Հոգևոր ներդաշնակություն կունենանք, երբ որ Աստծո խոսքին հնազանդ կյանք և ընթացք ունենանք։ Մնացած բոլոր թվարկվածները բխում են, հետևանք են, դրսևորում են Աստծո խոսքի մեջ մնայուն կյանք ապրողի։ Եթե ճշմարտության մեջ ես, այսինքն խոսքի մեջ ես, պարկեշտությունդ, ազնվությունդ ի ցույց պիտի գա։ Եթե ճշմարտության մեջ ես, արդարությունը պետք է բացարձակ լինի քեզ համար։ Վարմունքիդ, գործերիդ, խոսքերիդ մեջ, ինչ որ անարատ է, չես կարող ընտրել ճանապարհներ, զարթուղի ճանապարհներ, քայլեր և գործողություններ, որոնք հակասելու են Աստծո խոսքին։ Ինչ որ սիրելի է, ինչ որ հաճելի է։ Աստծո խոսքը շատ հստակ ձևով ասում է, որ Տիրոջ կամքը միշտ շարունակական, սիրելի, հաճելի և կատարյալ է։ Սիրելի, հաճելի և կատարյալ է փնտրողների համար և փափագողների համար։ Ինչ որ բարի համբավ ունի։ Աստծո խոսքը կերտում է մեզ ներսից, որպեսզի մեր բոլոր դրսևորումները ուղղված լինեն մեկ նպատակի։ Ցույց տալ նրան, ում հավատացել ենք, ապրել նրա համար, ում վստահել ենք մեր կյանքը, և մեր կյանքն ու ընթացքը մեր հոգևոր հեղինակությունը կբարձրացնի։ Բարի համբավ, այն որ բարիք է, այն որ հեղինակություն է, բարձրացնում է նկարագիրդ ու ընթացքդ։ Ինչ որ առաքինի և գովելի, այն մտածեք։ Գիտեք, որ այս նամակի այն կարևոր գաղափարը միտքն էր։ Միտքը, հավատացյալը, հոգևոր մարդը, իրեն քրիստոնյա համարողը կանչված է մտածելու, բայց ոչ ինքնուրույն, մտածելու խոսքի շուրջ, մտածելու խոսքի վրա և մտածելու քրիստոսանման ընթացքով, Քրիստոսի միտքը ձևավորելու իր մեջ և իր միջոցով արտահայտելու նաև։ Այս մտածողությունը կերտվում է խոսքին հնազանդ կյանքով։ Հարցում, որքան մոտ ես Աստծո խոսքին, որքան հաճախ ես այդ խոսքը դարձնում առօրյա փորձառություն, կարդալով, խորելով, որքան նվիրումով ես սերտում կամ մասնակցում սերտողություններին և ինչ ես քաղում, ինչպես ես դա դարձնում քոնը։
Հոգևոր ներդաշնակությունը կախված է աղոթքի եւ Աստծո խոսքի այս ընթացքից, որի մեջ մենք կարող ենք պահպանել մեր սիրտն ու միտքը եւ նաեւ փնտրել Աստծուն հաճելի ընթացք։ Բոլոր նրանք, ովքեր լսել են Աստծո խոսքը, սովորել են, ընդունել են, կանչված են նաև ապրելու եւ ի ցույց դնելու։ Դրա համար առաքյալը 9-րդ համարի մեջ հորդորում է եկեղեցուն. այնինչ որ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ նաև տեսաք իմ մեջ եւ իմ միջոցով, գործի դրեք, ապրեցեք, գործի դրեք, կատարեցեք, կյանքի գոչեք եւ խաղաղության Աստված ձեզ հետ պիտի լինի։ Այս օրերիս համար մեզ միայն մեկ բան է մնում. Աստծո գամքը, որպես դրոշակ, որպես բացարձակ, միակ, փափակ, նպատակ, փնտրելու, միասին, կյանքի գոչելու միասին, հասկանալու, սովորելու եւ գործածելու միասին։ Սա է մեր միակ ուղին, սա է մեր միակ բանաձևը, կյանքի բանաձևը։ Եկեղեցական համայնքի կյանքում ապրելը նշանակում է ապրել ամեն օր, ապրել նպատակով, ապրել փորձառաբար, ապրել միասին, ապրել աղոթքի եւ խոսքի հնազանդության մեջ, ապրել աղոթքով եւ խոսքին հնազանդելով։ Եթե այսօր մեր մեջ կան մարդիկ, ովքեր կյանքի բերումով անցել են այդ վեր ու վար փորձառություններով, հոգևոր հավատքի կյանքի համն առել են, բայց տակավին իրենց անխաղաղ, իրենց անհանգստացնող փորձառությունների միջով են անցնում, այսօր օրն է, որբեսի այս սեղանի շուրջ միջ կհամախմբվենք, ամեն մեկս ինքներս մեզ հարցնենք. ինչ է քրիստոնեությունը ի վերջո ինձ համար։ Ով է Քրիստոս ինձ համար։ Ով է Քրիստոս ինձ համար իր կատարած գործով, խաչով, մահով, հարությամբ եւ համբարձմամբ, եւ իր փառքով վերադառնալու հույսով, երբ որ ես սպասում եմ, ով է Քրիստոս ինձ համար։